Գիտեք, դուք ժողովրդին չեք ճանաչում, որովհետև ձեզ թվում է, որ հայ հասարակությունը դեռ չի հասկանում, որ ինքը հարկ է վճարում, որ այդ հարկով երկրում կամ քաղաքում որևէ բարիք ստեղծվի։ Ձեզ թվում է մարդիկ հենց դա չեն հասկանում, որովհետև դուք մնացել եք 2000-ականների մթնոլորտում, երբ որ 10,000 դրամ ընտրակաշառք բաժանելով մարդկանց ձայն էին առնում։ Ու ձեզ թվում է, որ մարդիկ հենց այդ գիտակցության մեջ են։ Մենք 5,000 ճիշտ է։ Մենք 1.7 միլիարդ դրամի կարմիր գծերից գումար ենք հավաքել եւ 1.7 միլիարդ դրամի տրամադրել ենք մանկապարտեզների աշխատավարձերի բարձրացմանը։ Այդ որ ասում եք մարդկանց գրպանից հանել եք, մենք դա վերադարձնում ենք մարդկանց, բա ում գրպանից պետք է հանենք։ Կարող է ձեր նոր ղեկավարներից մեկին, որ մեծահարուստ է, կարող է իր գրպանից պետք է հանել։ Գնացեք ասեք, որովհետև մենք այնքան Քոչարյանը ասեցինք, ձեր մարդիկ հասկացան, որ դուք Քոչարյանի հետ եք, Քոչարյանը ասեց Ծառուկյան ջան, մի բան արա, էլի չեմ ուզում իրանք իմ հետ լինեն։ Մի քիչ զբաղվի միջև ընտրությունները, տենամ ինչ կլինի։ Տենամ ինչա լինելու, մի քիչ զբաղացրուցերի միջև ընտրությունները ասնի, տենամ ինչ ենք անելու, դրա համար արդեն մի մասը մի տեղ է, մի մասը էլ չգիտեմ որտեղ է։ Թափառական խմբի հետ կապված է, թափառական եզրույթը իրականում ձեր մասին է, մի օր մի կուսակցությունից են, մի օր մի դաշինքից են, մի օր չգիտեմ որտեղից են, մի օր էլ ոչ մի տեղում են։ Պարոն Դանելյան, մանկապարտեզներից որ խոսում եք ու ասում եք թշնամուն հանձնեցիք մանկապարտեզները, մեկը լսի կմտածի Ռեմբոյի պես այն բաները կսել էիք, ռազմաճակատում կռիվ էիք անում, էլի։ Մենալ չգիտեն մարդիկ, որ դուք նոյեմբերի 9-ի գիշերը ազգային ժողովի շենք եք ներխուժել ու մանկական երազանքն եք ձեր իրականացնում ազգային ժողովի падգամավորի աթոռին նստելու վերաբերյալ։ Հիմա եկել եք ստեղ ինչ եք խոսում, էլի մեծ մարդ եք, ամոթ եք, գոնե մի քիչ խոսելուց առաջ մտածեք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն երբ մենք երբեմն անդրադառնում ենք մեր ընդդիմախոսների կողմից հնչող առաջարկներին, մեզ քննադատում են, որ մենք մեր բան ու գործը թողած ուրիշների ասելիքն ենք մեկնաբանում, բայց երբ չենք խոսում իրենց ասածների մասին, հակառակ քննադատություն է հնչում, որ թույլ ենք տալիս, որ որոշ հատկապես նորելուկ քաղաքական ուժեր պոպուլիստական խոստումներով փորձեն ժողովրդի լեզվով ասած կերակել մարդկանց եւ հաջողության հասնել։ Այսինքն մեզ հորդորում են անդրադառնալ ու բացատրել դրանց անիրատեսականությունը կամ ռիսկերը։ Ես ընդունում եմ այդ քննադատությունը եւ հետագայում հատ-հատ կանդրադառնամ հնչող տնտեսական խոստումներին, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Երևի այսօրվանից սկսենք ամենատարածված ու ամենապոպուլիստական խոստումներից մեկը դա 0% հարկն է փոքր եւ միջին բիզնեսի համար։ Իրականում դուք դժվար թե լսած լինեք որևէ երկիր, որը նման մոտեցում եք իրարու, որովհետեւ փաստացի չկան նման երկրներ։ Միգուցե 1-2-ը կան, բայց ես ինքս դրանց մասին չգիտեմ։ Ես հիմա չեմ խոսի դրանց ռիսկերի մասին, դրա նպատակահարմարության մասին, դա կթողեմ մյուս անգամներին, բայց ես մի հետաքրքիր նյուանսի վրա այս անգամ ընդհանրապես շեշտ կդնեմ։ Հարց է հնչում, իսկ ինչպես եք իմանալու իրականում բիզնեսը մեծ է թե փոքր, որտեղ կարող է մեծերը տրովեն, բաժանվեն փոքրերի կամ փոքրը իրականում շատ շրջանառություն ունենա եւ թաքցնի, ու այստեղ գալիս է ամենամեծ հակասությունը։ Ուշադրություն դարձրեք ծրագրում ինչ է գրված։ Ուրեմն գրված է, որ բացի զրոյական դրույքաչափից հարկի կամ զրո հարկից, նաեւ առաջարկում է թույլատրել վարչարարությունը իրական ՀՄԶ սուբյեկտների նկատմամբ, այսինքն ստուգումներ, հաշվետվություններ, դրանք պիտի մաքսիմալ քիչ լինեն։ Բայց մյուս կողմից հաջորդ նախադասության մեջ ինչ է նշված, ուժեղ վերահսկողություն կիրառել այդ դեպքերի նկատմամբ, երբ խոշոր ընկերությունները կարող են արհեստականորեն տրոհվել մի քանի փոքր սուբյեկտների շրջանառության հարկի արտոնությունից օգտվելու եւ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։ Նման բան ես առաջին անգամ տեսնում, երբ որ հաջորդ նախադասությունը 180 աստիճանով հակասի կամ հակադրվի նախորդ նախադասությանը։ Սա ինչ է նշանակում, հարգելի գործընկերներ։ Սա նշանակում է, որ իրականում փոքր բիզնեսների նկատմամբ իրականացվել է շատ կոշտ հարկային վարչարարություն եւ ստուգումներ, որովհետեւ փոքրին պիտի ստուգեն, որ հասկանան այդ փոքրը իրականում փոքր է թե մեծ է։ Այսինքն անգամ ծրագրի մեջ խոստովանում են սիրելի փոքր տնտեսվարողներ, որ ձեզ շատ խիստ վերահսկողության տակ են պահելու։ Հաջորդիվ կանդրադառնամ նաև ծրագրի մյուս հակասություններին եւ ոչ միայն այս ծրագրի, այլ մեր մնացած այլ քաղաքական ընդդիմադիրների սոցիալ-տնտեսական խոստումներին։ Շնորհակալություն, լավ եղեք։ Ուրեմն մի հին անեկդոտ կա։ Մեկը կատաղած նստում է տաքսի եւ վարորդին ասում է՝ «Քշի Թուրքիա տես, ես հիմա դրանց ինչ եմ անելու»։ Վարորդը ասում է՝ «Եղբայր, բայց ինչ է եղել»։ Ասում ոնց ինչ է եղել։ Դրանք 1.5 միլիոն հայերի են կոտորել։
Վարորդը ասում է ցավը տանեմ, բայց դա 100 տարի առաջ է եղել, ասում է դե սերեք եմ իմացել։ Հիմա երբ լսում եմ մեր որոշ նորելիք քաղաքական գործիչների, այս անեկդոտն եմ հիշում։ Ուրեմն ինչ է ստացվում, այս մարդիկ երկար տարիներ ապրել են Հայաստանում, աշխատել են Հայաստանում, բիզնես են արել Հայաստանում ու չեն նկատել, որ Հայաստանում կար խորացող աղքատություն, Հայաստանում կար խորացող գործազրկություն, Հայաստանում կար համատարած համակարգային կոռուպցիա, Հայաստանում կային արհեստական խոչընդոտներ բիզնեսի, մոնոպոլիաներ, եւ այսօր, երբ այդ խնդիրները ինտենսիվ լուծվում են, երբ այդ ուղղությամբ զգալի քայլեր են անում, հանկարծ որոշել են իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից գլուխները բարձրացնել, հանել դուրս եւ տեսնել այդ երևույթները, տեսնել էլ հերիք չի լուծել այդ խնդիրները։ Ի դժբախտություն իրենց ասեմ, որ Հայաստանի ժողովուրդը ոչ տեսողության հետ խնդիր ունի, ոչ հիշողության հետ խնդիր ունի եւ իշխանով են այդ խոստումները անկեղծ մարդիկ կգնահատեն։ Բայց ես անդրադառնամ հնչող մի քանի ձևակերպումների մասնագիտական եւ ինչպես խոստացել եմ, այդ փոքր բիզնեսին չհարկելու մասով շարունակեմ նախորդ տեսանյութս։ Ուրեմն երկու սուպնդում է հնչում։ Առաջին, կառավարությունը կրկնապատկել է փոքր միջին բիզնեսի հարկային բեռը եւ երկրորդ հազարավոր բիզնեսներ փակվում են եւ արտագաղթում են մարդիկ Հայաստանից։ Ուրեմն կառավարությունը դրույքաչափը 5-ից 10% է բարձրացրել շրջանառության հարկի, բայց հնարավորություն է տվել տնտեսվարողներին իրենց ծախսերը ցույց տալ եւ հարկը ավելի քիչ վճարել, քան նախկինում էին վճարում։ Եվ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսվարողները այդ փոփոխությունից հետո, օրինակ կոնկրետ շրջանառության ոլորտում փոքր բիզնեսի էֆեկտիվ դրույքաչափը եղել է 2.4%։ Ովքեր ավելի շատ են թափանցիկ աշխատել, այնքան ավելի քիչ են վճարել։ Այդ փոփոխությունը իր նպատակին հասել է եւ դրա նպատակը եղել է ստվերից դուրս գալը եւ ոչ թե ավել հարկել հավաքել է։ Իսկ ինչ վերաբերում է բիզնեսների փակվելուն եւ արտագաղթին, ասեմ, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին 2024 թվականի համեմատ գործող տնտեսվարողների թիվը ավելացել է մոտ 5000-ով, ավելի քան 5000-ով, այդ թվում եւ փոքր, եւ միջին, եւ մեծ, եւ նաեւ այլ հարկային տեղեկատվություններ է դա ապացուցում, եթե հարկ լինի, ես այդ տվյալները մանրամասն կներկայացնեմ։ Իսկ արտագաղթ եղել է ոչ թե հիմա, այլ արտագաղթ ոչ թե տասնյակ հազարներով, այլ 100,000-ներով եղել է այն տարիներին, երբ իշխանության էին իրենք եւ իրենց մտերիմ քաղաքական գործիչները, ում հետ համատեղ բիզնեսներ էին անում եւ իրար հետ ժամանակ էին անցկացնում։ Այսքանը այս անգամվա համար հաջորդիվ կանդրադառնամ նաեւ մնացած պնդումներին, հայտարարություններին ու խոստումներին, իսկ ես լավ օր եւ ինչպես ասում եմ գործընկեր Վահագն Ալեքսանյանը, խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի ձեզ չկարողանան խաբել եւ ձեր մոտիկներին ու հարազատներին նույնպես։ Շնորհակալություն, լավ եղեք։